Օրհնյալ է մեր Տեր Աստվածը, ժողովուրդ ջան։ Ուրեմն թեման վերնագրել եմ սենց Քրիստոսի նայվածքը կամ հայացքը։ Տարբեր դրվագներում աստվածաշնչյան, տարբեր իրավիճակների մեջ ես կարծես թե իմ պատկերացումն տեսել եմ Հիսուսի հայացքը, որը պիտի փորձեմ փոխանցեմ ձեզ։ Եվ շատ բան եմ նկատել դրա մեջ։ Հավատացեք, շատ դժվար է, բայց Աստծո շնորհով ամեն բան հնարավոր է։ Առաջին բանը, որ չկարողացա որսալ Հիսուս մանուկի հայացքը։ Բայց մի բան վստահ եմ, որ Հիսուս մանուկը մինչ կդառնա 12 տարեկան, իր խոնարհությամբ, իր հեզությամբ, իր հնազանդությամբ ինքը տարբերվում էր բոլոր երեխաներից։ Եվ հավատացած եմ, որ շնորհք է գտել բոլոր մարդկանց մեջ։ Բոլորը սիրում էին, բոլորը պարծենում էին, բոլորի համար ուրախություն էր այդ մանուկին եւ իրանց աչքի առաջ երբ որ մեծանում էր, բոլորը սպասում են, որ սա լինելու է մեկը, որը չգրված է եւ չլսված, որովհետեւ այս տեսակ ոչ մի երեխա ոչ տեսել են, ոչ էլ։ Ինքը հաստատ տարբերվում էր բոլորից։ Եվ ուզում եմ կարդալ Ղուկաս 2-րդ խոսքից։ 39-ից թույլտվեք։ Եվ երբ որ ամենը Տիրոջ օրենքի պես կատարեցին, ետ դառան Գալիլա իրանց Նազարեթ քաղաքը, Երուսաղեմից ետ են դառնում Գալիլա։ Երեխան էլ աճում էր զորանում հոգիով իմաստությունով լցված եւ Աստծո շնորհքը նրա վրա էր։ Եվ նրա ծնողքը տարուց տարի Երուսաղեմ էին գնում Զատկի տոնին։ Եվ երբ որ նա 12 տարեկան եղավ, նրանք տոնի սովորության պես Երուսաղեմ գնացին, եւ երբ որ օրերը կատարելուց հետո ետ դառան, Հիսուս տղան Երուսաղեմում մնաց։ Եվ չիմացան Հովսեփը եւ նրա մայրը, եւ կարծելով, թե նա ճանապարհակիցների հետ կլինի, մի օրվա ճանապարհ եկան եւ նրան որոնում էին ազգականների եւ ծանոթների մեջ։ Եվ երբ որ նրան չգտան, ետ դառան Երուսաղեմ եւ որոնում էին նրան։ Եվ 3 օրից հետո եղավ, որ նրան տաճարի մեջ գտան, վարդապետների մեջ նստած, նրանց ականջ էր դնում եւ նրանցից հարցնում էր։ Ուշադրություն, նրանց ականջ էր դնում եւ նրանցից հարցնում էր, երկրորդ բանը, եւ երրորդը ինչ կարեւոր է, եւ ամենքը, որ նրանից լսում էին, զարմանում էին նրա իմաստության եւ պատասխանների վրա։ Ուրեմն ականջ էր դնում, նրանցից հարցնում էր եւ ամենքը նրանից լսում էին։ Ականջ էր դնում, նորից նրանցից հարցնում էր եւ ամենքը նրանից լսում էին։ Զարմանում էին նրա իմաստության եւ պատասխանների վրա։ Եվ երբ որ նրան տեսան, շատ սքանչացան եւ նա մայրն ասեց նրան. «Որդյակ, ինչու համար մեզ այսպես արիր, ահա հայրդ եւ ես ցավելով որոնում էին քեզ»։ Եվ նա նրանց ասեց. «Ինչու համար եք ինձ որոնում։ Դուք չգիտեք, թե պետք է որ ես իմ հոր տանը լինեմ»։ Եվ նրանք չհասկացան այն խոսքը, որ նրանց հետ խոսեց։ Մի խոսքով։ Հիսուսը երբ 12 տարեկան էր, ժողովուրդ ջան, տաճարում կարծես թե սովորեցնում էր, որտեղ ասма խոսում էր եւ լսում էին նրանք եւ զարմանում են իր իմաստության վրա։ Սովորեցնում էր եւ Հիսուսի հայացքի մեջ, երբ որ խոսում էր մարդկանց հետ վստահ եմ կարը վստահություն իր հայացքի մեջ։ Ինքը գիտեր ինչ է խոսում։ Ինքը պատահական բաներ չէր ասում։ Ինքը շատ վստահ էր իր ամեն ասածի մեջ։ Տպավորությունը այնպեսին էր, որ ես պատանին վաղուց եղել է այն ժամանակների մեջ։ Ուզում եմ իշացնել, որ այն ժամանակ նոր կտակարանը չկար։ Այն ժամանակ 5 կտակարան էր։ Պետք է Հիսուսը խաչվեր, հարություն առներ, առաքյալներ նոր հետո գրեին նոր կտակարանը։ Իրանք ապրում էին հինգամատյանով, դատավորացով, թագավորների մի խոսքով 5 ուխտներ։ Եվ երբ որ Հիսուսը խոսում էր ում հետ, վարդապետների հետ տաճարում, տպավորություն ունենց է, որ այս պատանին ընդեղից է եկել։ Որովհետև բացի նրանից, որ ամեն բան լավ գիտեր, ամեն ինչ հստակ գիտեր, նա շատ լավ գիտեր ամեն մի պատմության ընթացքը անցյալի, պատմության ելքը եւ նա համապատասխան հետևանքները։ Միտքս հասկացան ինչ եմ ասում։ Նորից Հիսուսը բացի նրանից, որ ամեն բան լավ գիտեր, ինքը շատ պարզ գիտեր ինքը այդ անցյալում կատարված ամեն մի պատմության ընթացքը, ելքը եւ նա համապատասխան հետևանքները։ Լինի ծննդոց գրքում, լիներ անապատում, լիներ դատավորների ժամանակ, թե թագավորների կապ չունի,
լիներ խաղաղության ժամանակ, պատերազմի թե գերության։ Հիսուսը բոլորը մեկնում էր, թե ինչու այս կամ այն իրավիճակում Աստված այսպես կամ այնպես վարվեց ժողովրդի հետ։ Միտքս հասկանում եք ինչ եմ ասում։ Եթե ցենց ասեմ, այդ վարդապետներից շատերը իմ կարծիքով կարա չհամաձայնվես այդպես, շատերը հատություն են առնում, երբ որ Հիսուսը խոսում էր իրանց հետ։ Ոմանք էլ ըստ իմ կարծիքի, ոմանք էլ իրանց շատ հարցերի պատասխանը ստանում են Հիսուսից։ Երբ որ խոսում էր Հիսուսը, այս պատանին այնքան վստահություն կար իր հայացքի մեջ։ Ինքը գիտեր ինչա խոսում, որտեվ ինքան ժամանակ կար։ Հետո պիտի ինքը ասե, որ ձեր Աբրահամ հորից առաջ եմ եղել ես։ Շատ ենք տեսնում, երբ որ պատանի երեխաները ոչ մեկ ոչ երկու իրանց ծնողներին բան են սովորացնում։ Ձայները բարձրացնում է ծնողի վրա։ Արդարությունն է պահանջում իր արդարությունը, որպեսզի իր համար կոմֆորտ լինի։ Եվ իր հայացքի մեջ մի բան ես տեսնում՝ էգոիզմ, ուրիշ ոչինչ։ Բայց Հիսուսը այսպեսին չէր։ Հիսուսի հայացքի մեջ կար հարգանք դիմացինի նկատմամբ։ Եվ բացի սրանից շատ վստահ մեկնում էր Աստծո խոսքը։ Գիտես, չեմ կարծում, որ Հիսուսը եկավ ու միանգամից մտավ վարդապետների զրույցի մեջ, ասավ, հələ մի րոպե, կայն եք, հələ բան ունեմ։ Չէ։ Հիսուսը վրազելու տեղ չուներ։ Ծնողները թողել են գնացել են իրան։ Ինքը իր հոր տան մեջ տաճարում ու շատ է լսում էր ով ինչ է խոսում։ Չեմ բացառում, որ միգուցե նաև վարդապետները իրար հետ բանավիճում են Աստծո խոսքի շուրջ։ Եվ ենթադրում եմ Հիսուսը թույլտվություն խնդրեց մի հատ հարց տալու։ Որտեւ վաղուց միգուցե կես ժամ, մի ժամ, երկու ժամ լսում է, իրանք տեսել են, որ այս պատանին լսում է իրանց, բայց 12 տարեկանը Իսրայելում բավական տարիք է, որ թողեն սինագոգում խոսա կամ իր կարծիքը հայտնի։ Եվ երբ որ իր կարծիքն էր հայտնում, այն հարց տվեց, որտեւ գրված է հարց էր տալիս, հիշում եք արդացինք, լսում էր հարց էր տալիս, կարծում եմ իր հարցի մեջ շատ պատասխաններ կտանես մարդիկ ես վարդապետները, որտեւ շատ անգամ Հիսուս սովորա հարց տալով պատասխանել մարդկանց։ Չգիտեմ, միգուցե դաժե վարդապետները երկու խմբի բաժանված վիճում էին բանի շուրջ, Հիսուսի հարցը բերեց համերաշխության եւ հասկացողության, որ այս հարց եւ ասում զարմացել էին Հիսուսի խոսքերի վրա, իր իմաստության վրա, ասում զարմացել էին։ Եվ պատկերացրու, 1-2 հարց է տալիս Հիսուսը եւ այս մարդիկ պատասխանը չգիտեն։ Մարդ են, հələ բերանով ասա մարդ։ Եվ հետևում էր Հիսուսի պատասխանը։ Մենք ինչ կարդացինք այնտեղ, ես որ կանգ առա, հիշում եք։ Այո։ Վարդապետների մեջ նստած նրանց ականջ էր դնում, նրանցից հարցնում էր եւ ամենքը որ նրանից լսում էին, զարմանում էին։ Պատկերացնում եք երկու հարց է տալիս վարդապետներին, պատասխանը չգիտեն։ Եվ հետևում էր Հիսուսի հստակ մեկնությունը, որին այլընտրանք չկար։ Հալելույա, գտանք, հասկացանք։ Ուր էր այ բալես, ես ուր էր, այսքան տարիներ, հարյուրամյակներ մենք այս հարցի պատասխանը չենք կարող գտնենք։ Պատանիներին ու երիտասարդներին եմ խոսքս ուզում ուղեմ, կան հաստեղ պատանի երիտասարդներ, թե բոլորը գնացել են։ Մի քիչ ավելի պատաններին լավ ասեմ, որ թող ձեր բերանից ելած խոսքը լինի աղով համեմված եւ ձեր բերանից ամեն մի խոսքը լինի մեղրախորսխի նման քաղցր։ Հիսուսից սովորելու շատ բան ունենք։ Ուրեմն հաջորդ պահին վրա հասան ծնողները։ Հիսուսին մեղադրանք ներկայացնեն։ Ուր էիր։ Քեզ ենք ման գալիս։ Հիսուսը շատ էր լսում էր։ Այդ վարդապետների մոտ, այդ ամենքի մոտ։ Ես հասկանում եմ ծնողների վրդովմունքը, հասկանում եմ իրանց բերտ խոսերի առիթը, պատճառը։ Մարդիկ երեխուն կորցել են, ընկած ման են գալու, արդեն իրոք հրա չեն կարող ճարեն։ Հույսերը կտրած, հասկանում եմ այդ ամենը։ Մի բան չեմ հասկանում։ Որն էր Հիսուսի սխալը։ Ինչ պետք է Հիսուսը աներ, որ չէր արել։ Այդ այն դեպքում, երբ որ այս ամենի արդյունքը ծնողների միգուցե անփտություն ասեմ, անուշադրություն ասեմ։ Գիտեք, ես ինքս կողմնակից եմ, երբ որ մեր երեխաները իրար հետ գնում են մեկի տուն եւ մնում են այնտեղ ու եղել է առիթներ, որ ասենք երեխաները մեկը գնում է մյուսին եւ մնում, սա ավելի հարաբերությունների մեջ մտերմություն առաջացնում։ Ես սրա կողմնակիցն եմ։ Բայց մենք ծնողներով միշտ կապի մեջ ենք։ Ծնողների համաձայնությունը, որովհետև չես իմանա վաղ ինչ խնդիր ունես։ Մարդ կա օտեղ ուզում է թա իրանց հույր ունեն, մեր խոսքով հազար մի բան կա, լավ եք հասկանում։ Եվ երբ որ ծնողը համաձայնեցում են, այս ընդունող կողմը պատասխանատվություն ավերծում է երեխայի համար, չէ՞,
Ոնց որ իր երեխային։ Հայ գիտեմ, կարան դիպվածներ լինեն, կարան խթիներ առաջանան, չնայած որ պատասխանատվություն են վերցել, քո տանել կարա լինի, հետո ինչ։ Խոսքը սրա մասին չի, բայց գիտես որ ծնողը այդ ընդունող կողմը պատասխանատվություն է վերցել։ Ատանաշներն երեխա չկա մի օր, դու չգիտես ում հետ ես թողել վաբշե։ Ու գալիս են հիսին ասում են ուր էիր։ Քեզ այսքան ման են գալիս արդեն հույսերը կտրած։ Ինչ պիտի աներ Հիսուսը, հա։ Միգուցե դա ծրանփության արդյունքն էր։ Միգուցե սա եվրейների կուլտուրան էր, չգիտեմ։ Բայց Հիսուսը մի հատ հարց տվեց։ Եվ իր հայացքի մեջ կար զարմանք։ Խոսում ենք իր նայվածքի եւ հայացքի մասին, հիշում եք։ Կար զարմանք։ Իսկ դուք Մարիամ եւ Հովսեփ, որ դու տեսար հրեշտակին։ Դու էլ հայր տեսար հրեշտակին երազի մեջ, մի անգամ չի որ տեսար։ Եգիպտոս էլ գնացիր, կնոջն էլ կոմոդ դուք չգիտեիք, որ ես որտեղ պետք է լինեմ, որ ես պետք է լինեմ իմ հոր տանը։ Ինձ ինչի եք փնտրում։ Ինձ թողել եք հերիք չի, հա, այլ խոսքով ասած, ինձ ման է գալիս, դուք չգիտեք, ժողովուրդ ջան, ուզում եմ ասած հարց տամ, քուրս ախպերս, քո երեխան ինչ հոբի ունի, ինչի հակում ունի։ Գիտես, եթե երեխա սիրում է ֆուտբոլ խաղալ, իրան որ դեպի փնտրես։ Տան կամ դպրոցի մոտիկ ամենամոտ ֆուտբոլի դաշտերից մեկում։ Տեն չի, եթե այդ հոբին ունի։ Առաջներում եթե մեկը ծանոթներից իգրավո էր խաղում, որտեղ էին ման գալիս այդ մարդը, կորում էր հեռախոսի զանգերին չէր պատասխանում։ Շաղթել երևի տենց ունեցած կլեք։ Իգրավոներից մեկում հաստատ կգտներ։ Այսինքն ով ինչ հոբի ունի, դու այնտեղ ման արի այդ մարդուն։ Դուք չգիտեիք, ասում է Հիսուսը, որ ես պիտի իմ հորս տանը ուրիշ որտեղ պետք է ես լինեմ։ Կարծում եմ Հիսուսը այս հայացքի, երբ որ Մարիամին ու Հովսեփին նայեց, իր հայացքի մեջ իրանք զարմանք տեսան, բայց չհասկացան ինչ ասավ Հիսուսը։ Բայց ինչ ասեն են ծնողները, որ իրանց երեխաները երկրաչափությունով են զբաղված։ Լավ երկրաչափություն գիտեն, քաղաք չափում են, էսցերից են, մեքենայով քաղաքի մեջ որտեղ գնում ես, այդ նույն մարդկանց տեն, նույն երեխեքին, ով ամիշ մի 6 անգամ տենում ես այդ երեխեքին։ Բայց ինչքան հաճելի է, երբ որ գիտես, որ երեխատ կամ տնային խմբակում է, կամ եկեղեցում է։ Որտեղ էդի է իր հակումը։ Ինչքան հաճելի է, կախված ինչ օրա շաբաթվա կամ օրվա որ ժամն է, դու գիտես ինքը որտեղ է։ Կարող է չզանգես, բայց վստահ ես, որտեղ ինքը վերստին ծնված է եւ սիրում է Տիրոջ տան ճանապարհները։ Դժվար չի գտնելը։ Ամեն։ Հիսուսին բռնեցին։ Եվ տարան, որ պետք է դու տանեն խաչելու։ Եվ Պետրոսը մինչեւ ասավ Տեր, ես քեզ չեմ թողի։ Մինչեւ վերջ քեզ հետ կգամ։ Հիսուսն ասավ. Առավոտ դեռ հավը չկանչած 3 անգամից Կուրանաս, ով գիտես պատմությունը։ Եվ տենց էլ եղավ։ Ուրացավ 1 անգամ, ուրացավ 2-րդ անգամ, ուրացավ 3-րդ անգամ։ Եվ կարծում եմ, երբ որ 3-րդ անգամ ուրացավ, Պետրոսի եւ Հիսուսի հայացքները հանդիպեցին իրար։ Եվ Պետրոսը բան չասեց Հիսուսը։ Պետրոսը Հիսուսի հայացքի մեջ մի բան տեսավ, որ ինքը մնաց հավատարիմ այն միսիային, այն գործին, որի համար եկել էր աշխարհ։ Եվ ընտրել էր խաչի ճանապարհը, որպեսզի մեռներ, որպեսզի իրան սպանեին, որպեսզի հենց մեկն էլ Պետրոսի մեղքերը լիներ թողություն։ Այս ամենը կարծում եմ Պետրոսը տեսավ Հիսուսի աչքերի մեջ, բայց անց բացի մի ուրիշ բան էլ տեսավ, իրան հայտնաբերեց այդ հայացքի մեջ դավաճանի կարգավիճակում։ Եվ գնաց եւ դառը լաց եղավ։ Եթե իրան չտեսներ իր ամերիկություն, ինքը միգուցե չգնար եւ չլացեր։ Եվ գնաց ասում է եւ Պետրոսը դառը լաց եղավ։ Միգուցե երբևէ ամենամոտ ընկերդ քեզ երբևէ դավաճանել է։ Եթե զղջացել է, կարող ես ներել նրան, թե մինչև հիմա քեն ես քշում իր հետ։ Գիտես, միգուցե ինքն էլ ակնկալում է այն նորեղամտությունը, ինչ որ դու ես ակնկալել մի անգամ Հիսուսից եւ ստացել։ Եվ այս անգամ արդեն ինքը պատրաստ կլինի քեզ համար մինչև մահը գնալու։ Եթե հարկ լինի գլխի վայր նույնիսկ։ Պետք չի քնքշել մարդկանց հետ, ովքեր զղջում են իրանց արածի համար։ Վերջիվերջո այդ հայացքի մեջ Պետրոսը մի բան էլ նկատեց, որ Տերը իրան ներել է եւ սպասում է իր վերադարձին, ռուսերենից են ասում նաստրոյա, վստրոյա, հա, ստրայու,
վերադարձը ոչ թե շարքերի մեջ։ Ներելա Տերը եւ սպասում է։ Պետրոս, ես գիտեի։ Մեզանից յուրաքանչյուրին Տերը գիտի, մենք ինչի հնարավորություն ենք, մեր մաքսիմումը, մեր ամենակարողից չափսը գիտի Տերը։ Ամեն բան գիտի Տերը։ Բայց նա որ պատրաստ է զղջալու իր սխալների համար, Տերը ներում է եւ ասում է վերադարձիր, ես սպասում եմ քեզ։ Եվ Պետրոսը սա տեսավ Հիսուսի հայացքի մեջ։ Եվ հարկ կար, որպեսզի Հիսուսից բացի ինքն էլ կարար իրան ներել։ Մի բան, որ Հուդայի մոտ չստացվավ եւ դրա համար ապաշխարության տեղի չգտավ։ Ուզում եմ ասել, որ այստեղ նստած յուրաքանչյուր մարդ ինձանից սկսած ամեն մեկս այս զալում նստած բազմից անգամներ դավաճանել ենք Հիսուսին, Քրիստոսի եւ քրիստոնեական արժեքները ժողովուրդ ջան։ Շատ անգամ չհասկանալով։ Այո, մենք եղել ենք քրիստոնյա, ես հայ եմ, իմ պապերս, բոլորը քրիստոնյա են, բայց ես չեմ հասկացել դրա արժեքները, այն արժեքները, որը մեր փրկության արժեքներն են։ Քրիստոնեական արժեքները, որ իմ հավիտենական կյանքի տանող արժեքներն են, չեմ հասկացել, անունը կրելով քրիստոնյա շատ անգամներ դավաճանել ենք, բերեք անկեղծ լինենք, մենք մեր առաջ եւ մեր Աստծո առաջ։ Բայց հպարտացել ենք, որ քրիստոնյա ենք։ Մենք հպարտացել ենք, բայց Տերը ոչ։ Քրիստոնեությունը դա հայերի հավատքը չի, դա ռուսների հավատքը չի։ Քրիստոնեությունը դա ամերիկացիների եւ եվրոպացիների հավատքը չի, դա համայն մարդկության, բոլոր ցեղերի եւ բոլոր ազգերի համար է, նրանց փրկության համար, որ մի մասնիկը նաեւ ես ու դու ենք։ Մենք մտածում ենք, որ մենք հայ ենք, մենք առաջին ենք, Քրիստոսը մենա ուրիշ ոչ մեկինը չի։ Ոչ, Քրիստոսը բոլորին է։ Հատկապես նրանց, ովքեր զղջում են եւ գալիս են իր մոտ։ Տերը գրկաբաց ընդունում է բոլորը, որտեղ ինքը խաչվել է համայն աշխարհի համար, բայց փրկվելու են նրանք, ովքեր ընդունում են այդ գործը որպես թե իրանց մեղքերի թողության համար, իրանց անձի համար։ Ով ուզում է լինի։ Գիտես, եթե մեր հայացքն էլ Պետրոսի նման հանդիպի երբևէ Հիսուս Քրիստոսի հայացքին, վստահեցնում եմ, կգնաս ներքին սենյակդ, զեղչով աղոտ կանես Աստծուն եւ ներողամտությունը կհայցես նրա եւ քո դավաճանությունների համար ամեն մի դավաճանություններ որ արել եմ ես դու բոլորս եթե մեր հայացք հանդիպի Քրիստոսին մենք վազելով ամեն բան կթողնենք ու կգնանք ներքին սենյակը իր ոտքերի առաջ իրան աղոթելու եւ մեր սիրտը բացելու բայց քան դեռ չի եղել այդ հանդիպումը քո եւ Քրիստոսի հայացքի չեն հանդիպել ձեր արարածները շարունակելու ենք մնալ մեղքի մեջ եւ կարծես թե ոչինչ արտասովոր բան էլ չի եղել ոնց մնացածը տենց էլ ես գիտեք չի կարա մեկը որ հանդիպել է Հիսուս Քրիստոսի հայացքին ստացել է նրա ներողամտությունը չի կարա ինքը շարունակի մնալ այն կյանքի մեջ Պետրոսի մեջ մի բան փոխվավ մեկը նմիշտ հնարավոր չի մեկը հանդիպի Հիսուսի այդ հայացքին եւ ստանա այդ փրկությունը հասկանա ինչի մեջ է իր դավաճանության ներողամտությունը հացի եւ շարունակի մնալ մեղքի մեջ ես էլ դու էլ մեզանից յուրաքանչյուրը լավ գիտենք թե ինչ տա որ Տերը գարշում է որը որ արգել կա մեր Աստծո ներկայության մեջ գալու Մեզանից յուրաքանչյուրը լավ գիտե այն որն է ինձանից կախված իմ մեջ, որ արգելք է, որ ես վայելեմ իր կենթանի ներկայությունը։ Եվ քանի որ այդ արգելքը կա եւ ես չեմ վայելում իր կենթանի ներկայությունը, ես հագնում եմ հավատացյալի հանդերձ, ռելիգիոզնի։ Ես եմ բայց առանց զորության։ Ով հասկանում ինչի մասին եմ խոսում։ Շատ կարեւոր է, որ այդ հանդիպումը լինի Հիսուս Քրիստոսի հետ։ Դրանից հետո Հիսուսին պետք է խաչեին, հետո պետք է հարություն առներ։ Հետո պետք է մեկ-երկու անգամ հանդիպեր Պետրոսին, բայց ոչինչ պիտի չասեր։ Այ երրորդ անգամ պետք է Հիսուսը մի հատ հարց տար Պետրոսին։ Եվ Տեր այսօր այդ հարց ուզում է տա մեզանից յուրաքանչյուրին։ Եվ ակնկալում Աստված, որ մենք այդ հարցին պատասխանենք շատ հստակ եւ կողմնորոշված։ Լավ ես լսում։ Այդ հարցին Տեր ուզում է որ պատասխանես հստակ եւ կողմնորոշված, մտածված եւ հավասարակշռված։ Խնդրում եմ գրի քո մոտ սա։ Հիմա չես պատասխանելու։ Տունը։ Երբ որ կգնաս, երբ որ կառանձնանաս կլինես մենակ,
քո աղոթքի մեջ Հիսուսի հետ պատասխանել այս հարցին։ Միայն թե հստակ, կողմնորոշված, խնդրում եմ մտածված եւ հավասարակշռված։ Հետևյալն է հարց Տիրոջ. իսկ դու սիրում ես ինձ դրանցից ավելին։ Այն ամենը, որ այսօր արգելք հանդիսանում մեր իր ներկայության մեջ գալու։ Տերը միշտ հարցը տալիս, այն որ դու սիրում ես, որ առանց որի կյանք չունես, պատկերացնում ես, չես պատկերացնում քո կյանք առանց դրա։ Դա քո մի մասնին է դարը քո կյանքի։ Հիսուսը հարցը տալիս, իսկ ինձ դրանից ավելի է սիրում, թե ոչ։ Գիտեք, այդ հարցը, որ տալիս է մեզ Տերը, չի ուզում, որ մենք իրան պատասխանենք, ինքը դրա պատասխանը գիտի։ Ասեմ, ինչքան է մենք խուսափենք այս հարցին պատասխանելուց, մենք ամեն օր այդ հարցին պատասխանում ենք մեր ապրած կյանքով։ Իմ ապրած կյանքը արդեն խոսում է, ես ինչպեսի պատասխան եմ տալիս Հիսուսի այդ հարցին։ Այդ հարցը Տերը տալիս է, որ մտածեմ, ես ինքս արտանամ, խորը քնից եւ հասկանամ, վերանայեմ իմ պատասխանը, հասկանալով նրա բոլոր հետևանքները։ Հասկանում եք միտքս ինչ եմ ասում, թե չէ, ժողովուրդ ջան։ Դժվար եմ հա խոսում։ Տերը այդ հարց տալիս է, որ մենք սթափենք, նորից վերանայենք մեր պատասխանը, որը մենք ասել ենք ապրած կյանքով, հասկանալով նրա ամեն հետևանքները։ Իսկ դու կարող ես նայել Պետրոսի նման Հիսուսի աշկերի մեջ եւ ասել, որ Տեր քեզ եմ սիրում։ Պետրոսն ասեց. Տեր, դու գիտես, որ քեզ եմ սիրում։ Բայց մինչ ուրացումից հետո մինչ իրանց հայացքները հանդիպել էր Հիսուս Քրիստոսի հետ, նա ժամանակ ուներ մտածելու։ Եվ նա հասկացավ, որ իր մեջ բաներ փոխա, որ ինքը դավաճանել է, եւ ինքը հասկացավ, Տեր ինձ ներիր, ես եթե հարկն լինի գլխի վարի կխաչվեմ քո համար։ Նա իր մեջ սա չէր բարձրացել, նա իր մեջ որոշել էր, որ իր կյանքը այլևս իրան չի պատկանում, այլ Հիսուս Քրիստոսին։ Եվ յուրովի էր հասկացել Հիսուս Քրիստոսի սերը այն հայացքի մեջ, որտեղ այն հայացքի մեջ մի բան էր տեսել. գութ, ողորմություն եւ սեր։ Շատ կուզենայի, որ ես էլ դու էլ համարձակություն ունենայինք Հիսուսի աշկերի մեջ նայելու եւ ասելու Տեր, քեզ ավելին եմ սիրում, քան որևէ բան այս կյանքի մեջ։ Գիտես խի, որտեղ նա է կյանքը։ Ինքը հենց կյանքն է, որ կա։ Իրանից ամեն բան բխում եւ իր համար, թող իր անունն էլ փառավորվի։ Ուրեմն ուզում եմ կարդալ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Բոլորիդ շատ հայտնի տեղ։ Դպիները եւ փարսեցիները մի կին բերին նրա մոտ շնության մեջ բռնված։ Եվ նրան մեջտեղը կանգնեցնելով նրան ասեցին. Վարդապետ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս։ Եվ օրենքում Մովսես պատվիրեց մեզ, որ այսպիսիները քարկոծվին։ Հիմա դու ինչ ես ասում։ Բայց այս բանը ասում էին ուշադրություն խնդրում եմ, նրան փորձելով, որ չարախոսեն նրանից։ Հիսուսն էլ դեպի ցածը ծռվելով մատովը գրում էր հողի վրա, բայց երբ որ ստիպում էին հարցնելով նրան, վեր նայեց եւ ասեց. Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջնակ հարգեցե դրա վրա։ Եվ դարձյալ դեպի ցած ծռվելով գրում էր հողի վրա, նրանք էլ երբ որ սա լսեցին եւ իրանց խշմտանքից հանդիմանվեցան, մեկը մեկի ետևից դուրս էին գնում։ Ծերերից սկսած մինչև հետինները, եւ Հիսուսը միայն մնաց, եւ կինը կանգնած մեջտեղումը։ Հիսուսն վեր նայեց, ոչ ոքին չտեսավ այն կնկանի ջոկ եւ ասեց նրան. Ով կին, ուր են քեզ ամբաստանողները, ոչ ով քեզ չդատապարտեց։ Նա էլ ասեց. ոչ ով Տեր, եւ Հիսուսն էլ ասեց նրան. ես էլ չեմ քեզ դատապարտում, գնա եւ այսուհետեւ մեղք մի գործիր։ Փարսեցիները եւ դպիները Հիսուսի մոտ բերեցին շնության մեջ բռնված կնոջը։ Նրանց ցանկությունը մի բան էր, որ Հիսուսի, ես այդ հայերեն տարբերակը չիմացել, բառը դաբրոն ստանան այլ կնոջը քարկոծելու համար։ Չեմ դա հայերեն բառը որ կլինի։ Համաձայնություն, թույլտվություն ոնց ուզում եք ասեք, բայց դաբրը մի քիչ ավելի լավ անջում։ Երաշխավորում եք դելա, հա։ Իրանց նպատակը սա էր, եթե ուշադրություն կարդան կոնտեքստի մեջ, իրանց այնքան էս կինը չէր հետաքրքրում։ Իրանց պետք էր որպեսզի Հիսուսին փորձերին, եւ փորձելով ինչ անեին,
չարախոսեին, ուշադրեք այդ մասը, եւ չարախոսեին։ Այսինքն, եթե Հիսուսը ասեր ոչ, Հիսուսը դառնում էր օրինազանց, օրենք խախտած։ Եթե ասեր այո, ինքը դառնում էր մարդասպան, մասնակից։ Բա դու եկել ես մարդուն փրկելու եւ ինքդ մասնակից ես մարդասպանության։ Հիշում եք, Սողոս Ստեփանոսի քարկոծման ժամանակ ընդամենը շորեն էր պահում, բայց մասնակից էր Ստեփանոսի քարկոծմանը։ Այսինքն իրանք ուզում են փորձելով Հիսուսին չարախոսեին։ Բայց հետաքրքիր նա էր, որ այս կինը չպաշտպանվեց, չհերքեց եղածը, դիպվածը փաստ էր, ֆակտ, բռնվել էր ինքը շնության մեջ։ Ինչպես ենք ես ու դու վարվում մեր հանդեպ կատարված ֆակտ գործոնի մարդու հետ, որ ֆակտա կատարվել գործոն այդ մարդու հետ ես ու դու ոնց ենք վարվում, կյանքում առասարակ, ֆակտերի մասին ենք խոսում, մենք շատ անգամ ասում ենք, էդի ֆակտա իրան վсё պիտի դեմ տանք պատին, հատուկ ֆակտ լինի, իսկ մենք ոնց ենք վարվում այդ մարդկանց հետ, ֆակտի գործոն մարդու հետ, որ քեզի աղողված այդ ամենը։ Գիտես, ինձ միշտ հետաքրքրել է մի բան, բողոքող կողմը փարսեցիները, դպիրները, արդարադատություն պահանջողները իրանք Հիսուսից պահանջում էին, որպեսզի Հիսուսը պատասխաներ մի հարցի, քարկոծեն թե ոչ։ Նրանք այս կնոջը բերման էին ենթարկել ոչ թե ինչ-որ մեկից լսելուց, այլ շատ ավելի հավաստի փաստեր ունեն, բռնել էին շնության մեջ։ Հարց է ուզում տամ այդ ժողովրդին, հապա ուր էր շնության մեջ բռնված երկրորդ կողմը։ Ոնց կարա մեկը մենակ բռնվի շնության մեջ։ Բա ուր է երկրորդը։ Երկրորդը չկա։ Իսկ միգուցե այդ մեկը մտածում եմ, էլի սենց, հա, բարձրացան մտածում եմ։ Իսկ միգուցե այդ մեկը իրանցից մեկն էր այդ քարկոծեղներից, որ համաձայն նախնական պայմանավորվածության այս կնոջը օգտագործելով հասկանալով իր թույլ կողմերը, այս կնոջը օգտագործելով պաստավ անելը որպես թե պիտի մանկա, Հիսուսին են ուզում փորձել եւ չարախոսել։ Մենք հասկանում եք ինչ եմ ասում, ժողովուրդ ջան։ Այստեղից կարող եմ միայն ենթադրել։ Աղնոյինը լավ գիտի յուրաքանչյուրից թույլ կողմը։ Եվ շատ հմուտ կերպով նա օգտագործել է մեր թույլ կողմը, որպեսզի ինձ քեզ քարկոծեն, սպանեն, դժոխք հասնենք, իմանալով իմ քո թույլ կողմը։ Նա շատ հմուտ, շատ լավ գիտի, ոնց օգտագործի մեզի, որպեսզի Հիսուսին ցավացնի։ Նա շատ լավ գիտի այդ ամեն ինչը։ Ոմանց քարկոծելով կսպանի, ոմանք իրանք են ընտրել արդեն մահվան ճանապարհը, իրանց ապրելաոճով սխալ։ Սա հանրային օգտագործում է շատ հմուտ կերպով։ Բայց այս կնոջ բախտը բերեց։ Չգիտեմ, այդ բախտ բառը գիտեք ինչի, որտեվ ինչ կքարկոծվեր, նա հայտնվեց Հիսուս Քրիստոսի ոտքերի մոտ։ Սա ողորմություն է, սա շնորհք էր Աստծուց։ Այստեղ հիմա ինձ լսողներից բոլոր նրանք, եթե կա այդպիսին է զալում, որ սխալ ճանապարհով է ապրում, սխալ ձևով է ապրում, մեղք է գործում Աստծո առաջ, մի բաժակ ջրի նման, մի խոսքով սխալ է ապրում, գիտի որ Տիրոջ հաճելի չի եւ բռնել է այն ճանապարհը, որ իրան տանում է դեպի վախճանի, ցավոտ վախճանի, Աստծուց շնորհվել է այսօր քեզ ուզում եմ ասեմ, որ այսօր եկել ես Քրիստոսի ոտքերի մոտ։ Մենք սկզբից ասացինք, որ Տերը ասել է 2-3 հոգի մանով հավաքվեն ես, Տերը ստեղ ներկա է։ Կարանք չհավատանք, բայց ինքը ստեղ ներկա է։ 2-3 հոգի կան, որ հավատում են իր անունով են եկել։ Հիսուսը ստեղ ներկա է։ Եվ իր աշկերը ամեն մեկից նայում է։ Ինձ էլ նայում, խոսելիս պահին, քեզ էլ լսելիս, ամեն մեկից իր աշկերը նայում է։ Նույն բանը ինչ որ են ժամանակ են կիններ։ Իդեպ ասեմ, այդ կինը այդ ամեն արարողությունը տաճարի մոտ էր կատարվում։ Երբ որ առաջի համարը կարդան, կտեսնենք, որ տաճարի մոտ էր։ Այս կինը մեկ ուրիշը չէր։ Գիտես, եթե գնաս անհավատին, ասես սենց անենցա, ակաս քեզ դու քո Աստվածը։ Այս կինը հրյա էր եւ իրան վերաբերում էր այս ամենը։ Հիմա ինչպես մենք ենք Հիսուսի առաջին կանգնած եւ իր աշկերը դիտում են մեզ, նույն իրավիճակներ ընդեղ։ Մի տարբերությամբ, որ ընդեղ նաեւ հավաքված էր մի մեծ ամբող, որի ձեռքին քարեր կային։ Եվ սպասում էին անհամբեր Հիսուսի խոսքին, որպեսզի դատավճիռը կայանար։
Եվ կարծես թե այդ սպասում անսովոր կերպով հետաձգվում էր։ Ձգձգվում էր։ Իրանք սպասում են ավելի կատաղած։ Չգիտեմ, մտոլորտը շիկացել էր արդեն, հասել էր իրեն գագաթնակետին։ Հիսուսը լուր գետնի վրա գրում էր, բան չէր խոսում։ Իսկ կնգասիրտն էլ էր խփում արդեն։ Նա հասկացել էր մի բան։ Ընդամենը վայրկյաններ, միգուցե մաքսիմում րոպեներ էր բաժանում իր կյանք իր մահից։ Միգուցե իր մտքում ինքը հրաժեշտ էր տալիս արդեն իր սոված երեխաներին, չգիտեմ, բարեկամ հարազատներին, բայց փաստը մնում էր փաստ ինքը բռնվել էր, ինքը ոչինչ չէր կարող ասել։ Բայց բոլորը սպասում են Հիսուսի խոսքին։ Ինքը մտածում էր, կարա Հիսուս իրան փրկի այդ վիճակի մեջ։ Ապրել էր ուզում։ Բայց ոնց է, կատաղած ամբոխը, երբ որ Էսկինը գլուխը բարձրացեց եւ տեսավ այդ ամբոխին, իրաց կատաղությունից աշկերը արյունով լցված, փրփրած, սպասում են թե երբ է քարկոծելու իրան։ Վախից սիրտը դողնգած, բայց հասկանում էր, որ անելանելի վիճակ է։ Միայն եթե Տերը փրկի, բայց սրան հաջորդեց երկրորդ միտքը։ Իսկ ինչի՞ պիտի Տերը փրկի։ Որպես ինչ։ Չէ՞ որ Հիսուսն ասում էր, որ ես եկել եմ օրենքը կատարելու, ոչ թե խափանելու։ Եվ միգուցե Էսկինը լսել էր, երբ որ Հիսուսը դա ասել էր։ Ստեղից կարելի է ենթադրել, որ չէ, Հիսուսը իրան չի փրկելու, ինքը արժանի է դրան։ Դե բայց ինչ արած։ Էմրասան մեռնել, տակ մեռնել։ Գիտես, այս իրավիճակի մեջ այս կինը պատրաստ էր թողնել ամեն բան, դառնալ եւ ապաշխարել, բայց գիտես, այս զեղչը միևնույն է, չէր մեղմացնելու իրավիճակը։ Չէր մեղմացնելու։ Գիտես, շատ անգամ լինում է, երբ որ մարդ ասում է, կզղջամ կփոշմանեմ, եթե ամեն բան հակառակ ճանապարհով գնա, փոխվի։ Եթե չի փոխվել, խի զղջամ։ Չէ, այդ տեսակ այդ մոմենտը չէր։ Այս կինը նես փոշմանել էր արդեն։ Թեև ուշ էր, իր մտածելով էլ ոչինչ չէր փոխվելու։ Եվ մանավանդ Հիսուս էլ օրենքը ոչ թե քանդող էր այլ կատարող։ Դե բայց իր մեջ զեղչ եկավ, փոշմանեց իր ամեն կյանքի մեջ այդ առանցի համար։ Խորը զեղչ ապրեց, սասնացելնի հասկանալով ինքը զեղչ ապրեց։ Եվ հանկարծ կարծես թե Հիսուսը լսեց իր այդ զեղչը սրտի։ Իր ամենախոսության մեջ կարծես Հիսուսը ընդեղ էր, թեև ինքը չէր տեսնում Հիսուսին։ Իսկ միգուցե Տերը լուր էր եւ սպասում էր հենց այդ պահի, որ ինքը զեղչա։ Եվ այս կինը ամոթից գլուխը չբարձրացրեց, թափած մազերի արանքից աշկերը բարձրացնում ամ նայում է Հիսուսին, Հիսուսը ինչ կասի։ Եվ հանկարծ հանդիպեցին իրանց հայացքները։ Հիսուսին տեսավ։ Հիսուսի աշկերի մեջ եւ Հիսուս այդ կնոջ աշկերի մեջ տեսավ զեղչը, որ խոր զեղչ ապրում։ Եվ ասեց, խոսեց վերջապես, որովհետև գրված է ստիպում էին Հիսուսին, որ խոսա, ստիպում էին, եւ գիտես ինչ ասեց, ով որ մեղավոր է, թող առաջինը նա քարը գցի։ Ժողովուրդ, ոչ ոք չէր սպասում սես բան։ Ես ինչ ասեցի։ Հա, ներողություն, ով որ անմեղ է, ոչ ոք չէր սպասում սրան։ Սա մի ասենց, չգիտեմ, շրջապտույտ կատարեց։ Մի բան ասեց, ամբողջովին փոխվեց։ Մինչեւ այդ կատաղած ամբողը արդեն վсё, արդեն կարեն իրանց տոնեն իրանց հաղթանակը։ Արդեն վсё էլ ոչ իման չի կարա փրկի, ոչ Հիսուսին, ոչ այդ կնոջը։ Բայց մի հատ խոսք, ով անմեղ է, թող առաջին նա քարը գցի։ Եվ կարծես ամեն բան շուռ եկավ, ամեն բան փոխվեց վայրկյանների ընթացքում, ոչ մի բան չհասկացավ։ Սա գիտեք ոնց է կոչվում։ Սա մի հատ արտահայտություն կա, ներողություն ասում խոց կանյոմ։ Այսինքն երբ որ տուպիկ ես ընկնում, նա տեղ են գցում քեզ, որ իբր թե հնար չկա դուրս գալու, բայց ինձ մի հատ խոդ ես անում, որ արդեն մատ ես անում իրար։ Իրանք նրան չէին սպասում։ Միտքս հասկացաք ինչ եմ ասում։ Հիսուսի ասածը բոլորին ցնցեց եւ բոլորը թողեցին իրենց քարերը գցեցին եւ գնացին։ Այս կինը Հիսուսի աշկերի մեջ գիտեք ինչ կարդաց։ Գութ ողորմություն եւ սեր։ Եվ չհասկացավ Տեր ինչի համար։ Ես արժանի չեմ դրան, ինչիս համար։ Ինք այն մարդկանցից էր մտածում էր, որ
երբեմն լսել էր Տիրոջը, բայց մերժել էր Աստծո խոսքը, այլապես ինքը չէր շարունակի շնություն անել։ Նա գիտեր այդ խոսքը, նա գիտեր, որ չի կարելի 10 պատվիրաններն էլ լավ գիտեր։ Ինքը հրյա էր այդ կինը։ Ուրիշ քաղաքից ուրիշ պետությունից չէին բերել տաճարի մոտ։ Բայց նա իգնորիրը վտեր արել, ինչպես մեզանից շատեր այսօր Աստծո խոսքը բերեք անկեղծ լինենք։ Բերելով տարբեր արդարացումներ իր արարքին։ Այսօր ինչքան ենք մենք տարբեր արդարացումներ բերում մեր արարքին։ Բայց իսկ ինչ հասկանում ինչի համար Տեր։ Միգուցե անկեղծ զեղչի համար։ Ես հասկացել եմ մի բան, որ այսօր ինձ ու քեզ պետք է Հիսուսի հայացքի հետ հանդիպել։ Ընդհանրապես հանդիպել իր հայացքի հետ սպասումով։ Բայց դա մենակ միտեղ կարա լինի, քիչ հետո դրա մասին կասեմ։ Եվ գիտեք, արդյունքում Տերն ասավ, ոչ ոք քեզ չդատապարտեց, ասա ոչ, ասավ ես էլ չեմ քեզ դատապարտում։ Գնա, բայց այլևս մեղք մի գործիր։ Հիմա ես չգիտեմ, այստեղից գնալիս քանի հոգի կորոշեն, թողնել ան ամենը, որ Տիրոջը հաճելի չի։ Իսկ քանիսը կշարունակեն պատճառաբանելով եւ այլևալ արդարացումներ իրանց կամ այս կամ այն արարքին։ Բայց ուզում եմ նաեւ մի բան ասել, որ Հիսուսը չասավ, որ անմեղա թող քարը նագցի։ Ինքն չասեց։ Ինքը ասեց, որ անմեղա թող առաջինը նա քարը գցի։ Այսինքն եթե գտնվեր մեկը, որյան համար էր արդար, ինքը արդար լիներ, եւ ինքը առաջինը քարը գցեր, դրանց հետո ամբողջ կարար քարկոցեր։ Պայմանը ստեն չէր, որ անմեղ, ասում թող առաջինը նագցի, հետո մնացածը։ Կարծես թե ռիսկային էր Հիսուսի այս ասածը։ Բայց զարմանալի չի, որ մեկն էլ չգտնվավ, որ անմեղ լիներ։ Նույնիսկ մի հոգի այդ ամբողջի մեջ չգտնվավ, որ անմեղ լիներ։ Համոզված եմ, այս կինը Հիսուսի այդ հայացքը, այդ նայվածքը իր մինչև կյանքի վերջը չէր մոռանալու։ Քուրս աղբերս, իսկ դու երբևէ հանդիպել ես այդ հայացքին։ Մատթեոս 20-րդ գլուխ 29-րդ խոսքից եմ ուզում կարդամ։ Եվ երբ որ նրանք Երիքովից դուրս եկան, շատ ժողովուրդներ գնացին նրա ետևից։ Եվ ահա երկու կույր այն ճանապարհի վրա նստած էին, երբ որ լսեցին, թե Հիսուսն է անցկենում, աղաղակեցին եւ ասեցին. «Ողորմիր մեզ, Տեր, Դավիթի որդի»։ Իսկ ամբողջը հանդիմանեց նրանց, որ լռեն, բայց նրանք էլ առավել էին աղաղակում եւ ասում. «Ողորմիր մեզ, Տեր Դավիթի որդի»։ Եվ Հիսուսը կանգնեց, կանչեց նրանց եւ ասեց. «Ինչ եք ուզում, որ անեմ ձեզ»։ Ուզում եմ մի բան նկատեք, որ այս ամեն դրվածները, որ ես կարդում եմ այս դիպասների մեջ, Հիսուսը միշտ մի հատ հարց տալիս է գոնե։ Զարմացած, ինչ էի կարծում, ես որտեղ դիլնեմ, հորս տանը, այս կրոջը, ես չմեկ, քեզ ինչ որ մեկը դատապարտեց ոչ, ստեղ էլ ասում է, ինչ եք ուզում, որ անեմ ձեզ։ Մի հատ հարց, ամեն մի ժամանակ մի հատ հարց տալիս է։ Նրան ասեցին. «Տեր, որ մեր աչքերը բացվին»։ Հիսուսն էլ գթած, ինչ արեց, գթած նրանց աչքերին դիպավ եւ շուտով տեսան նրանց աչքերը եւ նրանք գնացին նրա ետևից։ Մի անգամ ուզում եմ մի տեղի կարդամ, հետո խոսենք։ Երկրորդ Կորինթացիս 4:4-ը։ Ովքեր կարողանան միտքս բացատրել ամբողջովին։ Երրորդ խոսքից. իսկ եթե մեր ավետարանը ծածկված է լինի, նա կորածների մեջ է ծածկված, որոնցում այս աշխարհի Աստվածը այն անհավատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չծագեն նրանց վրա, որը աներևույթ Աստծո պատկերն է։ Ժողովուրդ ջան, հիմա անդրադառնանք կույրերին։ Ես իրաց մասին չեմ ուզում խոսամ, դեռ շատ կարանք երկար քարոզենք, ես մի բան եմ ուզում ասեմ։ Երբ որ երկու կույրերին բերին Հիսուսի մոտ, եւ Տերը ասում է գթած իրանց վրա եւ իրանց աչքերին կպավ, եւ իրանց աչքերը տեսան, ինչ տեսան առաջին իրանք։ Հիսուսին։ Երբ որ դեմ դիմաց կանած աչքերին կպավ, առաջին ինչ պիտի տեսնեն, Հիսուսի սիրուն աչքերը։ Առաջին պետք է տեսնեն Հիսուսի հայացքը։ Գիտես, մարդկա հայացքով միանում մի բան է խոսում, բայց հայացքով սես կնջռոտած վախմես ես մարդու հետ երկրորդ բառը խոսաս։ Կամ ասենք մի հատ տուն ես մտնում, հարցն են ծունքերին անում, էլ երկրորդ անգամ դե տունը չես մտնի։ Բայց բյանով կարող է ասի արի, բայց ծունքերին են ցնի, ասանկած մոտ չգաս։ Ժողովուրդ, մարդու հայացքը շատ բան է ասում։ Այս քույրերին երբ որ կպավ աչքերին, իրանք առաջին տեսան Հիսուսին։ Արդյունքը գիտես ինչ է լավ, ասում է գնացին իր հետևից։ Սա խի եմ ասում, նոր Կորինթացիների 4 գլխը որ կարդացինք, ասում է,
Եթե մեր ավետանը ծածկվածել է, մենք բոլորս կույր ենք եղել մի ժամանակ։ Խավարի մեջ նստած, չենք ճանաչել Աստծուն, չենք իմացել, կույր։ Եվ տեն ասում է, թե կույրին առաջնորդի երկուսն էլ փոստը կանգնեն։ Բայց մի օր Քրիստոսը այդ փառած լույս ավետանի եկավ մեր մեջ եւ մենք տեսանք։ Բայց շատերի ծածկված է, գիտես։ Շատերի ծածկված է, շատերը այդ խավարի մեջ մինչև հիմա նստած են։ Բայց այսօր ողորմություն արել Տերը, իմ ու քո աչքերը բացվել են, լուսավորվել է մեր միտքը եւ մենք ճանաչել ենք արարիչ Աստծուն։ Եվ մենք անտեղյակ չենք նրա ծրագրերից։ Եվ մենք հասկացել ենք ամեն բանին արած զոհի գինը, ինչի համար էր այդ ամենը։ Այսօր Տերը լուսավորել է մեզ, մնում է մի բան, որ իր հետևից ես ու դու էլ գնանք։ Բայց կարամ չգնամ։ Գիտես շատերը եղան, որ չգնացին, Տերը բժշկեց։ Հիշում եք, 10 բոլորից մեկի եկավ այնինը, շատ ես չեմ ուզում այսօր մեզանից մեկը լինի դրանցից մեկը, որ Քրիստոսը լուսավորել է, բայց ինքը իր հետևից չի գնա։ Լսի ճանապարհը նեղա համաձայն է։ Կարող ոտդ էլ քարին առնի, բայց աշկերը տենում է հո, լույս է եկել քո աշկերը տենում է։ Գնա Հիսուսի հետևից, ինչ վիճակով էլ որ լինես։ Ես մի անգամ հիշում եմ, քարոզ եմ տվել, երբ որ ասում եմ Հիսուս բարձրացավ սարը, տարան կաղերին, կուրերին եւ տարան գցեցին Հիսուսի ոտքերի առաջը։ Այդ մարդիկ կաղ, ինվալիդ, սարն են հելնում Հիսուսի մոտ, որպեսզի Հիսուսը բժշկեր։ Մենք սարը տենում ենք, հետ ենք եթում։ Բայց այսօր իմ ու քո աշկերը տեսնում են։ Չգիտեմ որտեղը տա հիվանդ։ Աշկերը տեսնում են, գնա Հիսուսի հետևից։ Մարկոս ավետարան 5-րդ գլուխ 25-34-ը։ Եվ մի կին, որ արյունի տերատեսության մեջ էր 12 տարի, եւ շատ բժիշկներից շատ չարչարվել էր, եւ իր բոլոր ունեցածը ծախսել եւ ոչինչ օգուտ չէր ստացել, այլ ավելի էր դեպի վատը գնացել։ Եվ որ Հիսուսի համար լսեց, ամբողի մեջ ետևիցը եկավ դպավ նրա հանդերձին, որովհետև ասում էր, որ եթե միայն նրա հանդերձին դպչեմ, կփրկվեմ։ Եվ շուտով նրա արյունի աղբյուրը ցամաքվեցավ, եւ նա մարմնումը իմացավ, որ այն տանջանքիցը բժշկվեցավ։ Եվ շուտով Հիսուսն իր անձում իմացավ, որ իրանից զորություն դուրս գնաց, դարձավ ամբողի մեջ եւ ասեց. Ով դպավ իմ հանդերձին, եւ նա աշակերտներն ասեցին նրան. տեսնում ես այդ ամբողը, որ նեղացնում է քեզ եւ ասում ես, թե ով դպավ իմ հանդերձին։ Եվ նա նայում էր 4 կողմը, որ տեսնե այս բանն անողին։ Կինել վախենալով եւ դողալով, որտեվ գիտեր ինչ եղավ իրան, եկավ ընկավ նրա առաջը եւ բոլոր ճշմարտություն ասեց նրան։ Նա էլ ասեց նրան. դուստր, քո հավատքը ազատեց քեզ, գնա խաղաղությամբ եւ քո տանջանքից առողջ եղիր։ Մի դաժան իրավիճակի ականատես եք լինում, ժողովուրդ ջան։ Մի կին, որ 12 տարի, դա մեկ շաբաթ չէր, դա մեկ ամիս չէր, դա մեկ տարի չէր, 12 տարի ինքը արյունահոսում էր։ Հիվանդ էր եսկինը, հոգնել էր ինք իրանից։ Բոլորս էլ հասում մարդիկ ենք եւ ուղղակի կարող ենք բժշկության կողմանի հասկանալ դա ինչ է նշանակում։ Մի կողմից սնվում էր, միգուցե դեղեր, միգուցե չգիտեմ ինչ, որ արյան քանակը կարգավորվի, մյուս կողմից ինքը կորցում էր տարունը եւ արյունահոսում։ Հետաքրքիրն է, որ ասում է շատ բժիշկներից շատ չարչարվել էր։ Ասում եմ կարող է ժամանակել մեր մի քանի բժիշկներից կային։ Այսօրվա նման շատ բժիշկներից չարչարվում են, որ ասում են, հա։ Եվ բոլոր ունեցածը ծախսել է, ոչինչ օգուտ չէր ստացել խեշկնիկը։ Մեր օրերում էլ sense բժիշկներ կան ցավոք սրտի, էլի, բայց ես սովորում եմ, որ մեր քաղաքի բժիշկները թող լավագույնները լինեն։ Այն սերունդը, որ հիմա սովորում են, մեկ հեռախոսել գրքերին աշկերտներն ուղեն, իրանց բան սովորեն։ Բայց այս կին իր ընտանիքը վատնել էր ողջ ունեցվածքը։ Վատնել էր եւ ասում եմ ոչ մի օգուտ չէր ունեցել, հերիք չի, այլ ավելի վատ էր եղել վիճակը։ Ուշադրեք, որ կարդացինք։ Ինչ աներ։ Ինչ իրանից ինչ էր կախված, ինչ կար աներ այս կինը։ Նման կերպ ապրելուց ինքն էլ էր հոգնել։ Շատ ներողություն ասում են իրանից արդեն զզվում էր։ Կյանքը թթվել է, չէր ուզում էր տենց ապրել ինքը։ Գիտեք ինչ, որովհետև օրենքի կողմանի, երբ որ նայենք օրենքի կողմով, այն ասիկ բժշկության կողմով, օրենքի կողմով նայենք, ինքը համարվում էր անմաքուր։ Իրան կպնող չէր կարել, իրան նստած տեղը, իրան կողին անգամ անմաքուր եւ պիղծ էր։
Եվ բոլոր մարդիկ, ովքեր ճանաչում են այս կնոջը, գիտեն իր մասին, խուսափում են իր այդ ընդհանրապես առնչվելուց։ Որտեվ դա պիղծ էր եւ անմաքուր։ Ով կուզի սենց ապրի։ Իրան տուն գնացող եկող չկար, իրան բարևտող չկար, իրան տենում են խուսափում։ Բոլոր չէր, բայց Իվան դեր անմաքուր էր։ Պիղծ էր, վերջին հաշվով շատ բանով չէր տարբերվում։ Հոգնել էր ինքն իր ապրուստից։ Աստվածի մոմ ապետ սենց ապրելա։ Ինձ կան բժշկիր կան վերցրու ինձի։ Սենց վիճակում մարդիկ տեսեք, որ իրանք սենց էլ չեն ուզում ապրեն։ Հասնեն մի տեղ, մի իրավիճակի, որ էլ իրանք ապրելը չի գալիս։ Մի երջանկություն չի վրա ուրախանալ, ինչի վրա երջանկանալ։ Ում համար է պետք է ավելոց շնչելը։ 27 եւ 28-րդ խոսքերը։ Երբ որ Հիսուսի համար լսեց, ամբողջի մեջ ետևից եկավ դպավ նրա հանդերձին, որովհետև ասում էր, որ եթե միայն նրա հանդերձին դպչի, կփրկվի։ Այդ քայլը շատ վտանգավոր էր այս կնոջ համար։ Անքանով վտանգավոր էր, որ ինքը իրավունք չուներ, ասեցին կպներ։ Դուք պատկերացնում եք, պետք է ինքը ամբողջի մեջով գար Հիսուսին։ Ուրեմն Ղևտացիների 15-րդ գլխում է գրված 31 խոսքն է։ Այդ հետո կարդակ, եթե ուզում եք տունը։ Այդ անմաքրության մասին, որ ինքը իրավունք չուներ կպներ, առավել եւս Հիսուսին։ Բայց մի խոսք իր մեջ ասում էր, կարծես թե ձայն է լսում, 12 տարի աղոթել ես։ Սա քո պահն է, գնա եւ կպի Հիսուսին եւ կբժշկվես։ Որտեղ ասում է լսել Հիսուսի համար եւ ասեց, որ գնամ։ Նա լսել է, որ կասեց մեկը։ Միակ շանսը։ Միակ շանսն էր այս կնոջ բժշկվելու, բայց որտեղ ոնց։ Եվ ահա լսեց, որ Հիսուսը գնում է։ Եվ մտածեց, որոշեց եւ այդ ձայն իրան հանգիստ չտարի, գնա եւ որոշեց գնա։ Բայց գիտե, որ այդ վարք իր արարքը մահապատժի ենթարկա էր։ Նախ հնարավոր Աստված խփեր մահով, եւ երկրորդ, եթե ոչ, ապա ժողովուրդը պետք է իրան էլի քարկոծելով սպանեն, որպեսզի իրանց միջից անմաքրությունը, պղծությունը վեր հանեն։ Սա լավ գիտեր, բայց ինքը ճեղքեց ամբողջը եւ հասավ Հիսուսին։ Ենթադրում եմ ծպտված, որ իրան չէ, որտե բոլորը գիտեն իրան ճանաչում էին։ Ծպտվածը ռուսերեն ոնց մասկիրովկա եղած։ Հա, քոարկված, հա, որ են չճանաչեն։ Եվ ինքը այդ ժողովրդին այդ ամբողջը ճեղքելով, հաստատ աչ ու ձախ սաղին կպնելով, բայց ինքը հաղթահարեց։ Դուք պատկերացնում եք այդ ամբողջ մեջ ինչքան մարդ էր Հիսուսին ուզում կպներ։ Բայց Հիսուսը իդեպ ասեմ գնում էր Հայրոսի աղջկա համար։ Եվ ամբողջը գրշտում էր, բան ուզում են իրանք է կպնեն։ Այդ կինը պիտի հաղթարեր այդ ամենը։ Եվ նա կարած ճեղքի եւ հասի Հիսուսին, բայց Հիսուսին չկպնի հանդերձին, հանկարծ չիմանա, որ դա ինքն էր։ Որտեղ որ իմանա իրան քարկոծեն կսպանեին։ Բայց գիտե, որ անգամ շորին կպնի ծերին, ինքը բժշկվելու է վստահ էր սրա մեջ։ Եվ ինքը հարավետի։ Կպավ Հիսուսի շորին ու ծպտված փախավ։ Ոչ մեկ չհասկացավ ինչ, բայց ինքը զգաց, որ ինքը բժշկվեցավ։ Ալելույա։ Բայց Հիսուսը հանկարծ ասեց. ով կպավ իմ հանդերձին, ով էր, բոլորը քալդառություն։ Գիտեք քանի մարդ էին կպել։ Սախսարան տերի կներես, որ ասում եմ, մեկն դե ասում է ներողություն։ Չէ։ Պատկասեք ես կնոջ վիճակը ապրումները։ Նա հասկացավ, որ Հիսուս իր մասին է ասում։ Եվ հասկացավ, որ բռնվավ։ Թեև իր մեջ եկավ բժշկություն, կարծես թե կյանքը նորի մաս ստացավ, երջանկություն եկավ իր մեջ, բայց բռնվավ։ Չկարած իր այդ ծպտվածները, չկարած թաքցնի, քողարկվածները մասկիրովկի իրան չօգնեց, ինքը բռնվավ։ Ում կողմից Հիսուսը բռնեց իրան, ժողովուրդը չէ։ Եվ հասկացավ, որ չհասցրեց անգամ տուն գա, իր հարազատներին հաջող մնաց բարով ասի։ Միգուցե երեխա ուներ 13 տարեկանից ոչ փոքր պարզա, մեծ կամ չուներ, չգիտեմ, բայց ինքը սա լավ հասկացավ եւ զգաց, որ վերջ։ Եվ այդ պահին Հիսուսի հայացք, Հիսուսի նայվածքը ամբողջի վրա սահելով, ով կպավ ինձ եւ եկավ եւ կանգնեց այդ կնոջ վրա։ Կանգ առավ եւ սևեռվեց իր վրա եւ ձայնը այնով էր, որ կպավ ինձ։ Եվ կինը տեսավ, որ Հիսուսի հայացքը
սառել է իր վրա, կանգնել եւ նայում էր իր աչքերի մեջ եւ հարց էր տալիս. ով կպավ ինձ։ Կինը հասկացավ, որ Տերը գիտի իրան, բայց ուզում է, որ ինքը խոստովանի։ Վախենալով, դողդողալով եկավ ընկավ Հիսուսի ոտքերը եւ ամեն բան պատմեց։ Գիտեք ինչ ասեց Հիսուսը։ Իրան անվանեց դուստր։ Դուստր ասավ, գնա։ Եղիր ազատված, եղիր մաքրված։ Որքան կարևոր է հանդիպել Հիսուսի հայացքին։ Այդ կինը, երբ որ Հիսուսի հետ հանդիպեց, երբ որ Տերն ասավ դուստր, սա մի ուրիշ ուրվին էր։ Ամեն մարդու հետ ձեր չէր ասում Աստված։ Այսօր կարող գազ բժշկություն վերցես գնաս, բայց տենց էլ Աստծո զավակը չլինես, Աստծո դուստերը չլինես։ Տեր երբ որ ասավ ով էր կանգնիր, նա ուզում էր մի ուրիշ բան տար Հիսուսը, որ ինքը չէր սպասում։ Այդ բժշկությունը քիչ է, ես քեզ անվանում եմ դուստերս, որդիս։ Գնա եւ ազատ եղիր այն կապանքներից, որ միշտ եղել ես կապված մինչև օրս։ Ուր ես փախնում, քեզ նման մարդիկ եմ սպասում։ Ինչպես ենք մենք վարվում այն մարդկանց հետ, որ իրանց անմաքրությունը, իրանց կեղտ, իրանց մեղքը քսում են մեր վրա, փաթաթում են մեր վզին։ Մենք ոնց ենք վարվում իրանց հետ, ժողովուրդ ջան։ Երբ փնտրում են իմ ու քո հայացքի մեջ ներում եւ ուղակի իմ բռնում իր արածին։ Երբ որ քեզանից է կախված ընդամենը մի խոսք եւ ինքը խայտարակ կլինի։ Եղել են տենց իրավիճակներ, իմ հետ շատ է եղել։ Երբ որ քեզանից կախված կարաս հնես կանես մի բան ասես եւ խայտարակ լինի, ոնց ենք վարվում մենք։ Կարծում եմ այսքին եւ բոլոր նրանք, ովքեր երբևէ հանդիպել են Հիսուսի հայացքին, որի մեջ մի բան են կարդացել՝ ողորմություն, գութ եւ սեր։ Իրանք էլ կարող են նույնպես վարվել այլոց հետ։ Եթե մարդ չի հանդիպել, չի կարող վարվի ուրիշի հետ։ Ուշադրություն, կարա մարդ հանդիպի Հիսուսի հայացքին ստանա, բայց ինքը չվարվի ուրիշ հետ ոնց որ պետք է։ Հիշում եք այն ծառայի օրինակ, երբ որ ինքը շատ ներվեց, բայց գնաց այն որ իրան քիչ էր պարտ, չկարողաց օրինակ վերցել ատիրոջից եւ իրան ներել։ Սա հնարավոր է, որ մարդ ներում ստանա, հանդիպի Հիսուսի հետ, բայց ուրիշի հանդեպ ինքը չանի։ Բայց չի կարող առանց հանդիպելու ուրիշին ինքը անի։ Տարբերությունը հասկացաք ինչ եմ ասում։ Նորից, եթե ես չհանդիպեմ Հիսուսի հետ, ես հաստատ չեմ անելու, բայց որ հանդիպեմ Հիսուսի հայացքի հետ, երկու տարբերակ է, կարամ անեմ, կարամ չէ։ Այսինքն Երանին նրանց, որ հանդիպելով Հիսուսի հայացքին եւ կարդալով եւ վերցնելով եւ սովորելով նույն ձևի ապրում են մարդկանց հետ։ Գիտես կարա լեզու խոսի, ինչ ուզի, ոսկոր չկա, բայց ինչ են մարդիկ տեսնում եւ ինչ են կարդում քո հայացքի մեջ։ Ես հիշում եմ շատ երկար տարիներ գիտեմ մի երիտասարդի, երբ որ բազմից անգամներ անհավատ մարդիկ նայել են իրան եւ ասել են քո աչքերի մեջից Հիսուսն է նայում մեզ։ Ես գիտեմ տես մարդու, ու մի անգամ չեն ասել այդ երիտասարդին։ Ասեն քո աչքերի մեջից ոնց որ Հիսուսը նայի։ Գիտես որտեղ կարաս Հիսուսի հայացքի հետ հանդիպես։ Այսօր դա միայն Գողգոթայում։ Իսկ դու երբևէ եղել ես Գողգոթայում։ Հիսուսի խաչի մոտ։ Իր ոտքերի մոտ։ Գնացել ես քաղաքից դուրս, որտեղ Հիսուսն է խաչի վրա։ Քաղաքից դուրս, Սուետայից դուրս։ Գիտեք, մենք շատ անգամ Հիսուսի հետ չենք կարող հանդիպենք, որտեղ մեր կոմֆորտից չենք ուզում դուրս գանք։ Ես ֆիզիկապես եղել եմ Գողգոթայում։ Դա Երուսաղեմի պատերը Պարիսպ երբ որ պրծնում է դուրս ես գալիս, sense մի հատ խոլմա, բարձրանում ես մոտորապես մի 150-200 մետր պետք է բարձրանաս գնաս որ հասնես այն վայրը որտեղ որ խաչել են Տիրոջը։ Մենք ուզում ենք քաղաքի մեջ նստենք, այդ քաղաքի դվիժենի մեջ լինենք ու հանդիպենք Հիսուսի հետ, չես կարա։ Ասում արի դուրս գնանք, առաքյալները ասում, արի գնանք դուրս գանք քաղաքից, դրսի կողմը, որտեղ որ մեր Տերն է խաչի վրա։ Եվ այնտեղ կհանդիպես Հիսուսի հայացքին։ Քաղաքում գիտեմ հետաքրքիր է, գիտեմ հավես է, գիտեմ սկուշնի չի, բայց եթե ուզում ես Հիսուսի հանդիպել իր հայացքին, պիտի դուրս գաս քաղաքից, Պարիսպի այն կողմը գնաս
Եվ այնտեղ կհայտնաբերես խաչը եւ նրա վրա քո փրկչին Հիսուս Քրիստոսին։ Արի այսօր գնանք։ Այնտեղ Քրիստոսն է խաչի վրա, որտեղ հոսում այն Սուրբի արյունը մինչև հիմա քո համար, իմ համար։ Դա եղել է մոտ 2000 տարի առաջ, բայց մինչև օրս ողջ աշխարհում քարոզում է եւ խոսում այդ արյան զորության եւ Քրիստոսի սիրո մասին։ Ժողովուրդ, ես հիմա կիսվելու եմ ձեր հետ մի փոքր։ Շատ կարճ ժամանակ խնդրում եմ ինձ տվեք, ես վերջացնում եմ իմ ապրումների մասին։ Երբ որ ես հավատքով գնացի այդ խաչի մոտ եւ Քրիստոսի հայացքը տեսա, ինչ կարդացի հայացքի մեջ։ Ով կուզի թող ոնց ուզում է հասկանա, բայց ես իմն եմ ասում, ինչ որ ես եմ ապրել, հա։ Ես ուղղակի տեսա նա թախծոտ հայացքը, սիրով լի նա նայված, դա չես կարող բացատրես։ Նա մարմնի վրա մի տեղ չկար, որ ախորժեր, բոլորը խոցված եւ առնաթաթախ եղած էր։ Ամբողջովին տանջվում էր։ Արևի ճառագայթերը մի կողմից, բոլորը 4 կողմից ձեռ են առնում, ծաղրում էին։ Բայց նա նայված կհառեց իմ աչքերին։ Եվ կարծես մի բան էր ասում։ Ես ուղղակի կարդացի այդ հայացքի մեջ, բան չէր խոսում։ Ես այդ հայացքի մեջ կարդացի, որ ասա զավակս, այս ամենը քո համար է։ Քո փրկության, քո արդարացման եւ քո սրբացման համար։ Եվ կրկին անգամ այդ հայացքը կարծես խոսեց ինձ այդ ասելով. Ես սիրում եմ քեզ եւ չեմ փոշմանել, որ ընտրել եմ այս խաչի ճանապարհը քո համար։ Եվ կարծես հայացքը գիտեք ինչ էր ասում, ինքը սենց չի ասել, ես եմ սա լսել, որ եթե հարկ լիներ կրկին անգամ այս ճանապարհը ընտրել քո փոխարեն խաչվելու, ես մի վարքյան չէի մտածի։ Ես գիտեմ, որ Քրիստոսի երկրորդական խաչելություն պետք չի, ես հայացքի մեջ հասկացա, այս բառերով եմ պրոս դեզ ասում, որ տնակ ինչքան սեր ես տեսա իր մեջ։ Բայց հայացքի մեջ մի բան կարդացի, որ ասավ, ամեն բան կատարվեցավ։ Վերջ, կատարվեց, ազատ ես, փրկված ես։ Գնա եւ այլևս մեղքի մի գործիր։ Գիտես այդ գեղեցկություն աչքերի ոչ մի բան այդ կյանքում չես փոխի։ Ես երևի թե ամեն բան կտայի, որ նորից այդ հայացքը տեսնեի, նորից այդ սիրուն այդ աչքերը տեսնեի։ Ես չգիտեմ ոնց բացատրեմ։ Քրիստոս զոհը ամենաթանկ բանն է երբևէ աշխարհի վրա։ Աշխարհից էլ թանկ։ Ամեն ինչից էլ թանկ։ Եվ այդ խաչելությունը ավելին քան բավական է մեր համար, մեր փրկության համար։ Հիմա կարծես մինչև մեր հայացքը խոսում է սեր բոլորին։ Բայց կգա ժամանակ, երբ որ ասում են նրա հայացքից, նրա երեսից երկիրը փախավ եւ տեղ չգտնվեցավ։ Բայց այսօր դեր Տիրոջ հայացքը սեր է խոսում եւ սպասում է։ Սպասում է, չնայած շատ այսօր ասում եք նա ձեռքը թողում են օդում, պատասխանը չկա։ Եթե ուզում ես հանդիպել այդ հայացքին, ինքը հեռու չի։ Ինքը ամեն արել է, որ մենք իր հետ լինենք, ինքան շատ է սիրում մեզ, որ հավիտյան իր հետ լինենք։ Ես չգիտեմ, այս սերը սահմաններ չի ճանաչում։ Ինքը կամեցա մեզ շատ մոտ լինել։ Դրա համար մեր մեջ է բնակվում, որ հեռու տեղ իրան չփնտրենք իր հետ հանդիպելու համար։ Այ քեզ սեր, եւ սա իմ ոչ կյանքիս իմաստն է։ Երանի ամեն մեկը մեզանից փնտրեն Տիրոջ երեսն ու նայվածքը ամեն իրավիճակում, իրանց խոսքի մեջ, իրանց ամեն մի գործի մեջ փնտրեն Տիրոջ երեսը։ Գիտեք, մեր հայ ժողովուրդը այս խոսքը ունի, ասում է, մեռնեմ ջանից, կյանքիդ մեռնեմ, ցավը տանեմ, հա, խոսակցական։ Առանց հասկանալու այս ամենի իմաստը։ Սա ուղղակի ասում ենք ցույց տալու մեր սիրո աստիճան, ինչքան ենք սիրում, որ պատրաստ եմ կյանք ստամ քո համար։ Սա է նշանակում։ Մեր սիրո աստիճան ենք ուզում ցույց տանք։
որ պատրաստ եմ քո ցավը տանեմ ես կրեմ, բայց դու ազատ լինես։ Միայն մեկը կա, որ արավ է ամենը։ Եվ մահացավ մեր համար։ Եվ մեր ցավերը վեր առավ։ Շատերը այսօր Աստծուց պահանջում են արդարություն։ Տեր ուր արդարությունը, բախի սենս մարդը սենս ինչ լավ է, որ Աստված արդարությամբ չի մեր հետ գործում։ Թե չէ մենք բոլորս կորած կլինենք, այլ մեր հետ գործում է համաձայն իր ողորմության։ Ժողովուրդ ջան, փնտրեք նրա հայացքը, եթե ուզում ես, միայն պետք է կոմֆորտից դուրս գաս, քաղաքից դուրս գաս, այդ Երուսաղեմից դուրս գաս եւ գնաս Գողգոթա։ Եվ իր հայացքը քո հետ կխոսա։ Եվ հիմա իր հայացքը դեռ սեր է խոսում։ Թող իր անունը փառավորվի։ Ով որ հանդիպել է այդ հայացքի մեջ տեսել է ողորմություն, գութ եւ սեր։ Եվ Երանի բոլորանց, ովքեր հանդիպել են։ Հիմա եթե կան մարդիկ, որ ուզում են հանդիպել այդ հայացքին, ուզում են հանդիպել Հիսուսին, եթե միգուցե մեկը ցանկություն ունի, կարող առաջ գա իր համար աղոթենք։ Եթե մեկը տես կա, համարձակություն ունեցեք, եկեք առաջ աղոթենք, եթե ոչ, ուղղակի աղոթենք, խնդրեմ եք շախոմբը գա վերև, պատրաստվում են երկելու։ Համարձակ եղեք, ժողովուրդ ջան, մենք մի ընտանիք ենք, եթե մեկը տես կա, որ ուզում է, միասին աղոթենք, խնդրենք։ Լավ, ոտքի կանգնեք, եթե ցանկացողներ չկան։ Տերը օրհնի ձեզ։ Ես հավատում եմ, որ Մենք ճարաճ ասեցի, որ Տիրոջ աչքերը սուր նայում են։ Լսի, Հիսուսի հետ հանդիպելը ավելի կարևոր է, քան ամեն բան, այդ ամոթը մենք մի կողմ դնենք։ Նրա հետ հանդիպելը ավելի կարևոր է։ Իշտենք ինչ է փոխում։ Սիրելի հայր,